Ողջույն, առաջինի եթերում Սիրանկյունն է, այսօր մեր հյուրն է երգչուհի Սոնա Սարգսյանը։ Սոնա Սարգսյանը այսօրերին Հայաստանում է եւ մասնակցում է Հայաստանի ձայնը հեռուստանախագծին։ Հայաստանի ձայնը հեռուստանախագծի մարզիչներից է։ Ողջույն Սոնա, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ ձեզ, ավելի շնորհակալ եմ, որովհետեւ նոր իմացա դրա մասին, որ տենց պայմանավորվածություն եղավ, որ բոլորը ձեզ մոտ են գալի, դուք եկաք ինձ մոտ, համ էլ պրոստը չեկաք դեն մեկ ինչ լավ է։ Հայաստանի ձայնը, հենց առաջին հարցն էլ Հայաստանի ձայնից է լինելու։ Հասցրել եք արդեն համեմատել աշխարհի մյուս նախագծերի հետ, The Voice նախագծի հետ եւ ինչ առանձնահատկություններ ունի ձեզ մեր Հայաստանի ձայնը։ Մյուս նախագծերի հետ, նույն The Voice-ը։ Հենց The Voice-ի։ Որասիկ մյուս նախագծերի հետ The Voice, չեմ համեմատել, ուղղակի ուզել, որտեվ որ համեմատենք հաստատ լիքը բան կգտնենք, բայց նայել եմ, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր, երբ որ հրավերք եղավ իմ գալը մասնակցելու, իհարկե ես նայեցի եւ Ամերիկայի The Voice եւ Ավստրալիայի The Voice, վիետնամցիներին չեմ նայել, կորեացիների Թայլանդ չեմ, բայց տեսա որ կա, որտեվ ինտերնետում հենց խփեցինք, դուրս եկավ երկրները, Անգլիան եմ նայել, Ավստրալիան եմ նայել, Ամերիկան, սենց ու ոչ թե համեմատելու համար, այլ իրոք ուզում եի տեսնել, թե դա ինչ է Իրանից ներկայացնում ու շատ դուրս եկավ։ Հայաստանի ձայնից ակնկալած սպասելիքները հենց այսպիսին էին, նկատի ունեմ ավելի շատ էիք սպասում, ինչ ստացաք, թե անընդհատ թարմացվում են ձեր տպավորությունները։ Չէ, դուք անցյալով պետք չի խոսաք, որովհետև մենք process-ի մեջ ենք։ Իսկ դեռ ավարտին երկար ժամանակ կա, ու ավելին ասեմ, սկսել ենք 12 թվին 13-ում ենք վերջացնում։ Դրա համար գնում է ոնց ասած մի հատ լավ էտապ ընդհանրապես իմ կյանքում դա լինի համերգ, մենահամերգ, ինչ որ CD ձայնագրել ինձ շատ միշտ հետաքրքիր եղել process-ը, որովհետև երբ որ վերջանում է գալիս է մի քիչ ոնց ասած ուստատա դատարկությունը մի քիչ։ Դրա համար ես հիմա հենց այն վիճակի մեջ եմ, որ շկալայով սենց նայենք, այսենց կայֆ է։ Գնում ենք էմոցիաները ավելի շատանում են, ինչ առումով, որովհետև նախագծի պայմանները և ոնց որ ձևը ստիպում է, որ ինչ որ սահմանափակումների գնալ։ Այո, պսիխոլոգիչեսկի սենց հեշտ չի, դրա համար այդ շկալան խիասեցի, մի օր ասենք սենց, մի օր կարող է արդեն ճիշտն ասեմ, դաժե արդյունքներ էլ եղել, չէի սպասում ինձանից, որտեվ մտածում էի սկզբից շոուի, իրոք պետք է կյանքի վերջ չի, բայց վահ եղավ, որ թե ուրախանալը, թե արդյունքները դեպ ասեմ երջանկության արդյունքները լավ է, դրա համար էմոցիաները շատ տարբեր են ու ես ուրախ եմ, որ մեր երկիր Արմենիա հեռուստաընկերությունը կարողացավ այս մակարդակի պրոյեկտ բերի հասցնի։ Ստացվում է մեծ հաշվով տաղանդների առումով խնդիր չունենք, շատ են տաղանդավորները Հայաստանում։ Դատելով նախագծից։ Անշուշտ շատ են, բայց այդ շատ ինչ որ շատ մեծ քանակ է, հիմա չխոսանք կոնկրետ թվերից, բայց այդ թվից մեկը պետք է մնա։ Ու դրա համար որ ասեմ քիչ են ու կարանք մի անգամից կողմնորոշվենք, էդ էլ ասուտ, հələ դրա համար եմ ասում, պայքարը գնում է, շարժվում ենք առաջ ու տաղանդները իրոք շատ են, որի համար էլ առավելևս ուրախ եմ։ Փաստորեն, որ ասում են, «Всё потеряно», ինչի որ կարող երկեն ֆիրմա։ Սոնա, ուզում եմ հարցնել, ինչու Ռուսաստան, ինչ կա Ռուսաստանում փողից բացի, հա? Չէ՞ որ ձեր արվեստն ավելի շատ արևմտյան արվեստ է։ Դուք արևմտյան մշակույթի կրող եք։ Ռուսական պոպսայից չեք հոգնել, չեք զզվել, չունեք այդ զգացողությունները։ Ինչու Ռուսաստան։ Ես չեմ կարող հոգնել, որտեվ պոպսա չեմ երգում։
Չէ, ի նկատի ունեմ Ռուսաստանում միջայրավայրում եք ֆոտոպոպ սարքել։ Որովհետև Մոսկվա քաղաքը մեգապոլիս է, որտեղ ռուսն արդեն քիչ, ամբողջ Կավկազը, Վաստոկը արդեն ընդեղ է, հասկացաք, որ ռուսեի խնդիր չկա, որ մետրո նստում ենք, տենց էլ է լինում, որ ես մետրո նստում, որտեղ պրոբկաներ է, ու համերգից որ չուշանամ, իջնում ենք մեյքափներով, սենց ու գնում ենք տենց, որ խնդիր չունենք, կարող հասնենք տեղ, ու որ մետրո եմ տեսնում ես մի վագոնի մեջ արդեն 8 հատ սև անստած ու մի հատ ռուսը, առաջվանը էլ չեն կարող ասեն, քչացել է այդ, там, извините, черна, типа, стեղ ту, или там, езжай свой в Кавказ, или ու դրա համար այսօրվա ինձ դժվար է ավելի համբուրժող են դարձել, տոլերանտ հեշտ է հիմա, հավատացեք։ Իսկ ինչու Ռուսաստան։ Որովհետև ասեցի դաշտն է մեծ, հնարավորություններն են մեծ։ Անշուշտ, որտեղ ասեցի դες, մեգապոլիս Մոսկվա, ամբողջ աշխարհից են գալի, ու մենակ Կավկազը, Վաստոկը չէ Եվրոպայից, որովհետև Մոսկվայում կա ավելի մեծ հնարավորություններ, որպեսզի քեզ ավելի շատ տեսնեն տարբեր ազգերի Եվրոպայից ու մի հատ փոքր սիկրետ էլ կա։ Ռուսաստանում բարձվեց 17 տարեկանում որ գնացի, մի փոքր ուշ իմ մամաս ու պապաս եղել են Միդովի месяц, Մոսկվա ու Պիտեր։ Ու իմ մամաս խոստովանվեց, որ ես այնտեղ զաչալի մինա։ Հասկացաք։ Դրա համար էլ արդեն ոչ թե դրա համար, էդ էլ մի հատ կապող։ Ուժա, չնայած ծնվել եմ ստեղ, բայց տենց մի հատ պրոյեկտը իմ այնտեղ է սկսել։ Այնուամենայնիվ իրոք խորհրդային միության բոլոր երկրների համար Ռուսաստանը ամենացանկալի կենտրոնը մշակութային ռեսուրս ունի այսօր Ռուսաստանը ձեզ։ Այո, ունի, որովհետև մարդիկ այնքան տարբեր մակարդակի ու տարբեր ոճերի մեջ երաժշտություն կա ու կա հնարավորություն որ մարդիկ իրանք ընտրեն, մենք հեռուստատեսությունը այդ ящикով չենք չափանիշ դնում, հա, որովհետև դու կարող ես չլինես ընդհանրապես TV, բայց ունենաս 20 հատ համերգ ամիսը, հասկացաք, ու լինի անշլակ, որից մեկում Սերգեյ Պենկինն է, չկա տելևիզորով, այս վերջերս 25 տարի չկար, բայց ինքը միշտ համերգներ ունի, միշտ, ամսվա մեջ 20 հատ, որտև լայֆի մեջ է, ու տենց շատ, ասենք ինքը եկավ իմ ամոթքից, մենք աշխատել ենք իրար հետ, գիտեք, հիշում եք, դու հետ ենք ունեցե, հա, ու անպայման չի, դրա համար դա չափ, ասենք, լավ կլինի, որ, ասենք, տելևիզիան նույն չի թույլ տալի մի քիչ արվեստ ցույց տալ, ոնց որ կա տենց զվարճանքի վրա է, բայց սկսել ու կան, ասենք, նույնատիպ դեմքերն են, իդեպ ասեմ, բայց մարդիկ ամբողջ չեն, որ դա նայում են ու լսում են, կա վիբր, ընտրություն, այո, իսկ ու կան կազինոները, որ վերացրեցին, կազինոների, ասենք, ակումբները, կլուբերը դառան երաժշտական կլուբեր, ու հիմա շատ լայֆի մեջ տարբեր համերգները ու ժողովուրդը գնում այդ համերգներին, որովհետև իրոք երևի այդ կազինոն մի կողմից լավ էր, որ փակվեց համ մարդիկ, ընտանիքներ շատ չքանդվեցին, ավել ասեմ, խմբեր լայվ կարողացան արվեստին ցույց տան, որը չունեն հնարավորություն ձելի համար, որտեվ կամերչիսկի չի, այդ արվեստն է ինձ համար։ Հետևում եք տեղական շոու բիզնեսի զարգացումներին։ Այստեղի։ Ճիշտ ասած չունեմ այդքան ժամանակը, որտեղ երեխաներիս հետ էի պարաֆում, զբաղվում ու այս պրոյեկտով ինձ Արմենիա հեռուստաընկերությունն ա բերել, դրա համար առաջնահերթ մի քիչ այդ voice-ին իմ էներգիան ժամանակը գնում է, որովհետև մի անգամից չունեի, մի անգամից 14 հատ երեխա չունեի տարբեր տարիքային խմբեր են։ Իմ խմբում երեխաներ կան տարիքի, բայց 17 են կա,
ամենամեծը 26-27 բայց այդ մեկն է կապ չունենք նրա իմ երեխեն որտեղ դի սիրես մի բան որ սա լավ լինի իսկ նամանատ մարդկանց Փաստորեն ընտրությունը դժվարացել է հուզմունքը զգում եմ ձեր մեջ ավելի շատացել է Առաջին օրերին հաղորդմանը հետևելիս ավելի շատ ոգևորություն էր, հա, թռնում եք այդ աթոռի վրա։ Որովհետև չէի ճանաչում։ Ոնց եք թողնելու գնաք։ Դե այդ բաղը երկար դրա համար հույսով եմ որ հələ երևի ընդհանրապես մեր կապը չպիտի կորի, անկախ այս պրոյեկտը վերջանալ, ոնց վերջանա, նկատի ունեմ մեր երեխեքը քչանում են, բայց մենք դες ի սկզբանե պայմանավորվել ենք իրար հետ, որ մեր մարդկությունը առաջնահերթ պետք է լինի, այդ շատ կարևոր է, որտեվ եթե շատ լավ երգում ես ու մարդկության հետ կապ չունես, ինքը չի կարա գլոբալ մարդ լինի ու գլոբալ արդյունքների հասնի, լոկալ էլ կմնա, գցակ։ Սոնա, գուցե շատ ծեծված հա հարց լինի, այնուամենայնիվ ինչի Հայաստանը ձեզ համար, սա պարզապես ծննդավայր է, հայրենիք է, ինչ ասոցիացիաներ ունեք, հեռվից ինչպես է ներկայանում Հայաստանը ձեզ։ Գիտեք ոնց, որ ասում եմ մարդու պորտը որտեղ կդրում են, ինքը մի հատ ուրիշ ձևի կապ ունի այդ տեղի հետ։ Իսկ նամանավանդ իմ նախնիներից հենց տեղ հասկանում եք ոնց էդի դուխովն է սվյազ ու ես երևանցի եմ ու պավիլոնցի կենտրոնից ես չէի մինչև 17 տարեկանս ստեղ ա եղել շատ փոքր է Հայաստանը նկատի ունեմ դարել տարածքային առումով կար ավելի մեծ լիներ ու բայց իմ համար շատ մեծ է ինքը շատ Ինչ խնդիրներ կան, որոնք ձեզ ցավ են պատճառում, հա, երկրում, այս օրերին Հայաստանում եք, քայլում եք ու տեսնում եք խնդիրներ, որոնք կուզեիք հենց այսօր լուծված լինեին։ Կուզեի, որ մարդիկ իրար ավելի շատ հարգեն, սիրեն, ты сирен իրար, во имя любви и здравия все должно быть։ Այդ կա։ Երկրորդը, ես տենում եմ մեր ջահելությունը շատ Вообще молодцы։ Պոտենցիալ ունեցող։ Вообще, որովհետև մեր բակալեն փոխվել է, բայց հիմա այս մանակագիտ ես նույն անգլերեն սովոր առաջին վաղ եղել է հայերեն ու ռուսերեն, հա, մենք սովետский, ես էլ սովետի մարդ եմ, мне 102 года։ Но сейчас աշխարհում ասենք ինչ պահանջում ասենք լեզուն անգլերեն այնքան ուրախ եմ, որ հայերենը, անգլերենը սովորում են, այս ինտերնետը Սենց չեղավ էլի, ոյ, ես ինչ է, то есть մեր ջահելությունը լավ էլի, որ գնում է, ոնց ասում է ռուսը, լավ նոգու, համաշխարհային ինչ-որ բաներով էլի, ոնց ասեմ, նվաճումներով, չափանիշներով, այնուամենայնիվ հնարավոր է, որ սա լինի, ասենք, արտագաղթի պատճառը, հա։ Հնարավոր է արտագաղթը լինի նաև դրա դրսևորում, Հայաստանում գիտեք, օրը 300 մարդ լքում է երկիրը։ Ոչ գալիս են, ես եմ եկել, պատկերացնում եք, հարցես այդ հարցը դարի ծակում, որ կարող է սոն մնաս, շատ են հարց տալի։ Ախր գիտեք ոնց, ես չեմ ուզում ես գնացել եմ ու ստեղ չեմ ու ոչ էլ ցես սխալա, որ ասեմ մի ոտը ստեղա, մի ոտը ընդեղա, էդի մի քիչ սխալ է։ Ոնց մի ոտը ընդե, հոգիս ստեղա։ Էդի սենց ֆորումը, սենց։ Ու գալիս անայում ատեն, սենց ինչ անեմ։ Ես չեմ կարծ, ես իմ վրա չեմ զգում այդ։ Միգրանտի հոգեբանություն չի բացատրում։ Ընդհանրապես, իմ համար միգրանտը մի քիչ, գիտեք, էդի որ առաջ եմ գնում են Ամերիկա, ասես ինչ որ, ասես 2.5 ժամ։ Չի մենակ, հիմա էլ են գնում, Սոնա։ 2.5 ժամ նստեցին, թռանք եկանք, ինչ ա եղել։ Մենք Սովետский Союз, ՍՍՍՐ ենք եղել, ժողովուրդ ջան։ Ես չեմ գնացել Ճապոնիայում ապրում կամ ես իմ որտե կամ Կոսկի մի հատ կղզիում լարվել եմ, գալիս եմ մեկ-մեկ ասում եմ բարև ձեզ, ես եկա։ Ես կապված եմ, շփվում եմ, ունեմ այդտեղ գոլեգաներ, ընկերներ հələ իմ հետ, որոնք մենք վախտին երկել ենք։ Չկա ձգտում Միացյալ Նահանգներ, Եվրոպա գնալու, դրսել որվելու, ռեալիզացնելու ուժերը։ Ապրելու ոչ։ Ինձ շատ լավ է։ Երևան, Մոսկվա, հիմա Երևանը հաճախ եմ գալու, որովհետև այս պրոյեկտը ասում եմ, երկար է տևում ու
Պլաններ էլ կա դրա համար, բայց արտասահման այդ հասկացող Ամերիկա չեմ կարող ապրեմ, Գերմանիա չեմ կարող, Իսրայել չեմ կարող, Ֆրանսիա չեմ կարող։ Չէ, ոնց որ ճիշտ տեղում եք։ Հա, չեմ կարող, բայց պետք է գնաս գաս, պետք է դուրս գաս, որ աչքը տեսնի այդ ճաշակը զարգացնի։ Այո, գալիս ես Իտալիայում նայում ես, ամեն երկրորդը ծնված իտալացի դիզայներ, ոչ թե գաս չտենաս իրանց գույները, տեսականի sense են ասում, հայո։ Լավ, Սոնա, այս տարիների ընթացքում ինչ կար, որ կուզենայիք այդպես չլիներ ու եղավ, որ հետ տանք, հա, այս անցյալ տարիները, մինչև այսօր ձեր ապրած, ինչը կար, որ կուզեիք փոխել կյանքի, ընդհակառակը, ինչը կար, որ չեք հասցրել դեռ իրականացնել ու հենց դրա համար եք այսօր պայքարում։ Կուզեի հետ տայպլոնկան նորից ապրենք չմեծանայի, շատ կուզեի, չմեծանայի տարիքով ես ինչ եմ էլ մեծ զգում, որտեվ չկա տենց խնդիր, այդ մի քիչ վախենալու է, մեկ դաժը, որտեվ չեմ ուզկում այդ տարիքը, իրոք չեմ ուզկում ու կուզենայի ապրել, էլի ապրել, որտեվ մարդիկ տարբեր են, փոխում են, ոնց որ ասած, պակալենիա, սերունդները, կուզեի հետո իմանայի, ասենք 3000 թվին ինչ հալնելու, ոնց անելու, կարող է այդ պրոբկաների հարցը սամոլյոտ ամեն մեկը նստի քշի էլ բրծավ, էդ էլ ապր, շատ կուզենայի, իսկ հետ գնալ, ուշման չեմ ուզում, հետ տենց Սպանիայով գնալ, որտեվ միշտ ցկտում եմ առաջ գնալ։ Արխիվում ինչ է սպասվում ձեզ, բացի Հայաստանի ձայնը պրոյեկտից։ Շարունակելու եք ձեր ստեղծագործական կյանքը, նոր երգեր։ Ձայն ասկավառակ ենք սկսեմ։ Հույսով եմ 13 թվին կվերջանան ու 13 թվին всё пройдет CD-ից հետո, որը այդ երկրորդն էր, իմ առաջի դիսկը եղել է Սոնա, անով Իսպանիայում թողարկված 92 թվին։ всё пройдет-ը երկրորդն էր, որը 2008 թվին։ Հիմա 2013 թվին ինձ թվում է դուրս է գալու։ Ու էլի նոր գույներ կտեսնենք։ Հույսով եմ որ դուր կգա մեր ժողովրդին, կա սյուրպրիզներ, բայց չեմ կարող ասեմ, որովհետև սյուրպրիզ չի լինել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ դե շատ շնորհակալ, որ ինձ հետ հեշտ չի էլի, բայց կարողացանք իրար հետ մի քիչ զրուցել, մի քիչ։ Ինչքանով կարող եմ լսարանը ձեր մետաքրի լինի, ասենք, ասեմ կներեք, որ մի քիչ հայերեն կարողատեն չեմ կարող խոսամ ձեզ նման, բայց սենց նավրիգա ես, որտև ռուսերեն ինձ ավելի հեշտ է իհարկե, բայց ուզում եմ հայերեն խոսել, որովհետև շատ սիրուն լեզու է, մեր լեզու, իրոք տենց է։ Մերսի ձեզ։ Ես եմ շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ։